Բարի լույս, Շանթի ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում, անասելի լավ տրամադրությամբ, որովհետև աշխատանքային շաբաթ է սկսվում, ու մոտ արձակուրդ, ու մոտ աշխատանքային արձակուրդի մեջ է նաև արևը, առավոտյան այդքան էլ շատ չի ժպտում, մի տեսակ ամպամած, մի քիչ զով եղանակով արտանում ենք, սա կարծում եմ ամառվա շոգին համընթաց, բոլորի օգտակար գործողության գործակիցը պիտի բարձրացնի, սա պարզապես հրաշալի է, աշխատանքային շաբաթում ձեզ մաղթենք միմիայն դրական ձեռքբերումներ, դրական լուրեր, եւ թող ամեն բան լավ լինի ձեր ուզածով, որ դուք եթե ուզում եք գնանք Բալի հանգստանալու, գնանք 2 անգամ Բալիում հանգստանալու։ Համաձայն է, բայց քանի չի ստացվում գնալը, կարող ենք վայելել մեր մայրաքաղաք, մեր Երևանը, որովհետև անկախ տարբեր այսպես հորիզոնականների աշխարհի հարմարավետ, ինձ համար, կարծում եմ քեզ համար եւս աշխարհի ամենահարմարավետ քաղաքը Երևանն է։ Ծաղկաձորը։ Ավելի հարմարավետ։ Ինձ համար Երևանն է, ամեն դեպքում հետևելով լրահոսին, պարզել ենք, որ Վիեննան էլ աշխարհի ամենահարմար քաղաքը չի ապրելու համար, Կոպենհագենը գլխավորել է աշխարհի ամենահարմարավետ քաղաքների ամենամյա վարկանշային աղյուսակը դուրս մղելով Վիեննային, այն ի դեպ վերջին 3 տարիների ընթացքում զբաղեցրել է առաջին տեղը, ցուցակը կազմելիս հաշվի են առնում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են առողջությունը, էկոլոգիան, անվտանգությունը եւ ենթակառուցվածքները, նաեւ կարծում եմ 4 տեղ հաշվի են առնում նաեւ երթևեկության ծանրաբեռնվածությունը։ Երթևեկության ծանրաբեռնվածություն մի ասա, մի քաոս ասա, մանավանդ երբ հրապարակից փորձում ես քաղաքապետարանով գնալ դեպի հաղթանակի կամուրջ, այդպես էլ չես հաղթահարում հաղթանակի կամուրջ հասնելը 40 րոպեվա մեջ, բայց սա է իրականությունը, 2025 թվականին վարկանիշային աղյուսակում գնահատվել է 173 քաղաք, երկրորդ տեղը կիսել են Վիեննան եւ Ցյուրիխը, դրանց հաջորդում են Մելբուրնը, Ժնևը եւ Սիդնեյը, Երևանն այս քաղաքների ցանկում ներառված չի եղել, բայց մենք լիահույս ենք, որ որևէ անգամ այդ ցուցակում կհայտնվենք։ Այո, ինչի՞ չէ։ Համաձայն եմ եւ երթևեկության այսպես դժվարությունները մի կողմ թողնելով, որովհետեւ շատ փոփոխություններ են եղել երթևեկության կանոններում, նույն քաղաքապետարանի մոտ մեջտեղի գիծը դարձել է միայն ավտոբուսների համար, հետո ավտոբուսը մեջտեղի գծով գալիս է, մի քանի րոպե սպասում է, որ մտնի աչքից եւ կանգառ անի մարդկանց վերցնի, մի խոսքով դեռևս այսպես խառնաշփոթ է, բայց հուսանք ամեն ինչ կարգի կընկնի եւ մեր քաղաքը եւս կդառնա աշխարհում ամենահարմարավետը նաեւ երթևեկության առումով։ Սա դեռ ամառ է, դեռ այսպես սեպտեմբերյան թողբոհը չի սկսել, պատկերացնում եք սեպտեմբերյան թողբոհին ինչ կլինի։ Ինչ էլ որ լինի, նույնիսկ եթե խցանման մեջ եք, նույնիսկ եթե աշխատանքի վայրում եք, նույնիսկ եթե հիմա նստած եք տանը եւ դիտում եք մեզ, ապա մենք ուղարկում ենք ձեզ երաժշտություն, որը որ միշտ պետք է մեզ խցանման մեջ, աշխատանքի վայրում, թե տանը։ Հատկապես խցանման մեջ։ Հատկապես խցանման մեջ, այո։ Բա որ ասում ենք երբ արև չկա, սա բառի բիևուն եւ փոխաբերական իմաստով ենք ասում, ավելի կոնկրետ բուն իմաստով եղանակի մասին խոսենք, հանրապետության տարածքում այս ժամանակահատվածում սպասվում են անձրևներ եւ ամպրոպներ կարճատև, որովհետեւ մեքենան լվացել է Արտակ Եղանյանը, դրա համար էլ անձրևներ անպայման կգան։ Հունիսի 24-ից 27-ը սպասվում է առանց ձեղումների եղանակ, օդի ջերմաստիճան աստիճանաբար կնվազի 2-ից 4 աստիճանով։ Երևանում երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, անձրև եւ ամպրոպի ժամանակ քամու ուժ գնացում, հունիսի 24-ից 27-ը սպասվում է առանց ձեղումների եղանակ։ Այսպեսին է եղանակը։ Եղանակը լավն է թե վատն է, կա մի շատ կարևոր եւ ուրախալի փաստ, որը որ հատկապես կանանց եւ աղջիկներին կարող է լայն ժպիտ պարգևել, ինչպես տեսնում եք, զառայկողքը դրված է հետաքրքիր եւ գեղեցիկ ծաղկե փունջ, որը որ մեր լավ գործընկեր Ֆանֆան Տյուլպանի ծաղկի խանութի սրահից են հենց քիչ առաջ առաքել այստեղ, Խանջան 7 հասցեում է գտնվում սրահը եւ աշխատում է առավոտյան 7-ից մինչեւ կես գիշեր, սիրելիներ, այստեղից կարող եք ձեռք բերել գեղեցկագույն ծաղկային
խաղալիքներ, բացիկներ եւ տուփեր։ Ամառը իր բուրըն ընթացքի մեջ է, կարծում եմ այն ամեն ինչը, որ ես նշեցի, ձեզ հաստատ պետք է գալու։ Այո, եթե անձամբ չեք կարողանա գնալ եւ գնել, ապա կարող եք պատվիրել առաքում ուշադրություն անվճար է։ Ֆանֆան Տյուլպանը կազմակերպում է նաեւ կորպորատիվներ եւ ֆլորիստիկայի դասընթացներ։ Հասան Խանջան 7 հեռախոսահամարն է 077 988 955։ Ես այսօր ամբողջ օրը վայելելու եմ ծաղիկների անուշա բույրը եւ ինձ զգամ դաշտում։ Դե գիտեք, մենք հիմա տեղերով փոխվեցինք, որովհետև այն աստիճան բնական են ծաղիկները, որ հաշվի առնելով իմ ալերգիկ ֆոնը այդ ամենին, ես մի քիչ հեռու նստեցի, որպեսզի շատ չխստեսամ եթերի ժամանակ։ Շնորհակալություն մեր գործընկերոջը, ծաղիկներ եւ երաժշտություն հավասար է սեր։ Ծաղիկներ գումարած երաժշտություն հավասար է սեր, այո, հենց հիմա։ Վերադարձանք տաղավար, հիմա մի քանի լուր ենք առանձնացրել, դա հայտնենք։ Ընդհանուր համոզմունք կա, որ կանայք ավելի շատ են մրսում, քան տղամարդիկ, արդյոք դա իսկապես հաստատված է գիտության կողմից։ Դե արի պարզենք, արդյոք դա այդպես է, դու ավելի հաճախ ես մրսում, քան ես։ Իրականում տվյալները հակասական են, մարմնի ջերմաստիճանի, մարդկանց ընկալումը եւ այն կարգավորելու կարողությունը կախված է ուշադրություն, ինչպես կյանքում շատ բաներ ոչ թե սեռից, այլ ֆիզիկական բնութագրերից, մասնավորապես օրգանիզմի չարպի քանակից եւ մարմնի մակերեսից, իհարկե նաեւ կենցաղից, գիտնականները գտել են ապացույցներ, որ կանայք եւ տղամարդիկ ջերմաստիճանը նույն կերպ են ընկալում եւ ցրտին օրգանիզմի արձագանքման դեպքում որևէ լուրջ, այսպես ասած, սեռով պայմանավորված տարբերություններ չեն դրսևորվում։ Փաստորեն ոչ, գիտնականները սխալությամբ են փորում։ Այո, եւ իրենց հակասում են ինչ-որ առումով։ Բայց դու մրսկան ես։ Ոչ, ես խենթանում եմ ցուրտ եղանակի համար։ Իսկ ես մրսկան եմ, բա։ Այսպիսի բաներ, իմիջիայլոց գրիպի տարբեր տեսակներով վարակված երեխաները չափահաս դառնալից ավելի ուժեղ իմունային պատասխան են ցուցաբերում նույն շտամի նկատմամբ։ Հայտնաբերված օրինաչափությունները ցույց են տալիս, որ վաղ տարիքում գրիպի վիրուսով վարակումը ազդում է իմունային համակարգի վարքագծի վրա, երբ հետագայում ենթարկվում է գրիպի վիրուսի նույն շտամին։ Նրանք միաժամանակ հայտնաբերել են, որ իմունային համակարգը հակված է ավելի ուժեղ արձագանքելու շտամերին, որոնք նման են մանկության տարիների շտամերին։ Թիմը ենթադրում է, որ հայտնագործությունը կարող է հետազոտության նոր ուղիներ բացել գրիպի բռնկումների դեմ պայքարի լավագույն միջոցը գտնելու համար։ Բայց առողջ եղեք, գրիպով մի հիվանդացեք եւս, որովհետեւ ամառ է, իսկ ամռանը գրիպները ավելի քիչ են, քան ալերգիաները, որ ամենուր են դրսում, տանը, նույնիսկ մեր տաղավարում, որտեղ ես եւ Զարան տեղերով փոխվել ենք։ Մենք այս առավոտ որոշել ենք ավելի անվտանգ դարձնել ձեր կենցաղն ու կպատմենք ինչպես պաշտպանվել ալերգիաներից տան պայմաններում։ Դիտենք տեսանյութը։ Զգույշ եղեք նախապես ընդունեք դեղերը ալերգիայի, որպեսզի ալերգիայի մեջ չընկնեք, նոր ընդունեք դեղերը ալերգիայի։ Հա։ Համաձայն եմ, եւ ես շատ ուրախացա այն փաստից, որ գիտնականները ապացուցել են, ինչպես մեր գործընկերուհին ասաց, որ եթե երեխան շատ փոքր տարիքից կենդանիների շրջապատում է մեծանում, նրա իմունիտետը մի քանի անգամ ավելի բարձր է, այդ թվում ալերգիաների հանդեպ, սա որպես կենդանասեր, այսպես հատուկ իմ ուշադրությունը գրավեց։ Ողջունենք Միքայելին, նա իմ տղան է, հիմա մեծանում է Շանհել։ Շունիկի։ Գնանք գովազդի բարեկամներ, վերադառնանք եւ կրկին ասենք բարի լույս եւ խոսենք շատ կարեւոր թեմայից։ Գնացինք։ Վերադարձանք տաղավար, մի շատ օգտակար թեմայի ենք անդրադառնալու, որը վերջին շրջանում բավականին մեծ արձագանք ստացավ եւ բավականին լայն քննարկման առիթ տվեց։ Ունեք ընտանեկան վեճ, ապա միանգամից դատարան դիմել այլևս, մասնավորապես հուլիսի 1-ից չեք կարողանա։ Հայաստանում պարտադիր է դառնում հաշտարարությունը որոշ ընտանեկան վեճերի լուծման համար։ Դատարան կկարողանաք դիմել միայն եթե հաշտարարի օգնությամբ համաձայնության չգաք։ Հաշտարարները դատավորներ չեն, սա ընդգծենք,
ովքեր են հաշտարարները, նշանակվել են առանձին գործերի համար, թե անձը ինքը պետք է ընտրի, թե կոնկրետ որ հաշտարարին է ուզում դիմել եւ վերջապես հատկապես որ դեպքերի համար պետք է դիմել հաշտարարներին, կպարզաբանեն մեր հյուրերը։ Այո, այս հարցերին կպատասխանեն Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանը եւ արբիտրաժի եւ հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը։ Բարև ձեզ, բարի լույս։ Բարի լույս։ Երևի թե սկսենք, չգիտեմ, համենայն դեպս ինձ համար այսպես մի շատ կարևոր ու առանցքային հարցից, երբ ես լսեցի հաշտարարության մասին, արդյոք խոսքը կարող է վերաբերել, երբ կա բռնություն ընտանիքում եւ որոնք են այն դեպքերը, որոնց դեպքում հաշտարարին չեն դիմում։ Եթե ես պատասխանեմ, սկսելով հենց առաջի հարցից ասեմ, որ ոչ, եթե խոսքը գնում է ընտանեկան բռնության մասին, այդտեղ հաշտարությունը պետք է կանգ առնի, որովհետև արդեն հաշտարը տեսնում է, որ հանրային ավելի մեծ վտանգավորություն կա եւ գործը փորձի արդեն պատկան մարմինների միջոցով լուծումը ստանա։ Բայց որ դեպքերում կարող է լինել հաշտարություն։ Մենք ունենք երկու դեպք, եթե հստակ փորձենք դասակարգենք, դա կամավոր դասական հաշտարությունն է, այսինքն կողմերը իրենք որոշում են, որ ունեն վեճ, պետք է դիմեն հաշտարի, ընդ որում սա պարտադիր չի լինի ընտանեկան, կարող է լինել բիզնես վեճ, պայմանագրային վեճ, սեփականության իրավունքի հետ կապված աշխատանքային վեճ եւ այլն։ Բայց երբ որ ընտանեկան վեճերի մասին է խոսքը, մենք ասում ենք հուլիսի 1-ից, ինչպես նշեցիք, մինչև դատարան դիմելը պետք է դիմել հաշտարի օգնությանը։ Այ որ ընտանեկան վեճերն են, եկեք փորձենք սա բարձել։ Դա ամուսնալուծությունն է, երեխայի բնակության վայր, տեսակցության կարգ, դաստիարակության հետ կապված հարցերը, ալիմենտի հետ կապված հարցերը եւ նմանատիպ այլ գործերը։ Բայց այն դեպքերում, երբ որ օրինակ կրկին հանրային տարը բարձր է, ենթադրենք որդեգրման գործերը կամ ծնողական իրավունքների ձեռքելը, այս սրանք էլի հաշտարարությանը ենթակա չեն լինի, որովհետեւ այստեղ կրկին հանրային ավելի գերակաշահ կա, որը որ պետք է ապահովի։ Գլոբալ այսքանն են դեպքերը։ Եթե թույլ կտակ ավելացնել նաև, օրինակ պարտադիր հաշտարություն չի կիրառվի նաև այն դեպքերում, երբ օրինակ կողմերից մեկը կալանքի տակ է, կամ օրինակ պատիժ է կրում, ենթադրենք բանտում է, անհնար է հաշտարարության իրականացումը, կամ օրինակ անհայտ բացակայող է ճանաչվել, կամ անգործունակ է։ Այս դեպքերում եւս պարտադիր հաշտարարություն չի կիրառվում, պետք է մի կարևոր բան ընդգծենք, որ հաշտարարության նպատակը կողմերին բերել բանակցային դաշտ, որպեսզի իրենք կարողանան խոսել, իրենց ակնկալիքները արտահայտել եւ իրենց վեճի համատեղ ընդունելի լուծում գտնել։ Ինչու ենք մենք ասում դատարան մի գնացեք այս գործերով, որովհետեւ դատարանում կա հաղթող եւ պարտվող կողմ, իսկ այս դեպքում չկան հաղթողներ եւ պարտվողներ, երկու կողմի համար հարմարեցված լուծում են գտնում կողմերը։ Բայց չէ՞ որ նրանք իրար հետ դիալոգի մեջ չեն մտել, այդ երկխոսությունը չի եղել, դրա համար է վեճ եղել կամ վեճը եղել է եւ այլևս չեն այսպես ուզում բանակցել իրար հետ։ Այստեղ ինչպես պիտի նրանց ճակերտավոր ստիպել, որ գնան դեպի բանակցությունները եւ դիալոգի մեջ մտնեն։ Դա արդեն պետությունը իր օրենսդրական փոփոխությունների միջոցով կարծես թե ոչ թե ստիպում է, այլ եւս մի հնարավորություն է տալիս, որպեսզի կողմերը կարողանան մի հատ էլ զրուցել, հասկանալ իրար, եւ եթե չստացի, բնականաբար դատարան միշտ կարելի է գնալ, բայց սա շատ լավ խթան կլինի, որպեսզի կողմերը վերջապես սովորեն զրուցել եւ վեճը խաղաղ ճանապարհով հարթել եւ մի օրինակ էլ վերեմ ինքը արտասահմանյան պրակտիկայից է, դատավորը օրինակ հարցնում է ամուսնաընտանեկան վեճով կողմերին, ասում է հորն է հարցնում, ասում է դուք դեր երեխային սիրում եք, ասում է շատ, կնոջ ասում է դուք, ասում է դա ես ավելի շատ, ասում է ես ձեր երեխային չեմ սիրում, դուք պետք է որոշեք ձեր երեխայի ճակատագիրը, ում հետ է բնակվելու, ով է կրթությամբ կամ դաստիարակությամբ զբաղվելու, ավելի լավ է գնացեք հաշտարարության, դուք ինքդ որպես սիրող ծնող այդ երեխայի համար հոգ տանող, որոշեք երեխայի ճակատագիրը եւ իր հետ կապված հարցերը։ Գիտեք, իրականում հարցը շատ լավն էր, որովհետեւ հենց հարցը ինքը բացահայտում է հաշտարարության էությունը։ Այսինքն մենք վերջին 1.5-2 տարվա ընթացքում նախարարությունը իր միջազգային գործընկերների հետ համատեղ վերապատրաստել եւ որակավորել են 125 հաշտարարների, այսինքն այս բանին մենք ունենք գործող 125 արտոնագրված հաշտարար, որոնք այո դատավորներ չեն, բայց իրենք ունեն հատուկ հմտություններ եւ այդ հմտություններից ամենակարևորը մենք մասնագիտորեն դա անվանում ենք ակտիվ լսել։ Իսկ ակտիվ լսելը ենթադրում է ոչ միայն լսել, այլ նաև այդ լսելը որևէ ձև վերարտադրել, վերաձևակերպել եւ շատ դեպքերում այո կողմերը անգամ հաշտարարի մոտ այնքան թեժ եւ էմոցիոնալ բարդ վիճակներ են լինում, որ անգամ հաշտարարի մոտ իրենք չեն ցանկանում խոսել, բայց այստեղ արդեն հենց առաջ է գալիս հաշտարարի մասնագիտական հմտությունը, երբ որ ինքը օրինակ կարող է լսել մեկ կողմից, վերաձևակերպի փոխանցի մյուս կողմին եւ արդյունքում կողմերը անգամ միմյանց հետ ուղղակի կոնտակտի չլինելով այնուամենայնիվ լսեն միմյանց եւ հենց այստեղ է որ հաշտարարությունը իր փայլը ցույց է տալիս կարողանալով հմուտ եւ ճկուն կերպով գործը վարել։
Միջազգային փորձից ենք վերցրել, այսպես ասած հայաֆիկացնելու, մեր մենթալիտետին հարմարեցնելու համար ինչ որ բաներ արվել են եւ ինչ հմտություններ պետք է ունենան հաշտարարները, մի քանիսը կարող եք նշել, ու երկրորդ հարցը մասնագիտությամբ ովքեր են իրավաբաններ։ Հաշտարարները մասնագիտությամբ իրավաբաններ չեն, պարտադիր չէ, այսինքն որպեսզի լինեն իրավաբաններ։ Օրենսդրորեն մենք ունենք ընդամենը 2 պահանջ՝ 25 տարեկան լրացած անձ, ով ունի բարձրագույն կրթություն։ Եթե ապահովված է այս 2 պահանջը, անձը կարող է մասնակցել վերապատրաստման դասընթացներին, որից հետո արդեն եթե հաջող որակավորման քննություններն էլ հանձնի, կարող է դառնալ հաշտարար։ Ինչ վերաբերում է հայաֆիկացմանը, իրականում այո, կա որոշակի մենթալիտետային տարբերություններ, տարբեր ազգերի միջև, բայց ամեն դեպքում մենք բոլոր դեպքերում գործ ունենք մարդկանց հետ, ովքեր որ էմոցիոնալ նույն կառուցվածքը կարելի ասել ունենան, գուցե հոգեբաններին մեղադրեն, որ սխալ տերմիններ եմ օգտագործում, ես ինքս հոգեբան չեմ, բայց ամեն դեպքում այս հմտությունները քիչ թե շատ նույնն են բոլոր մենթալիտետների եւ բոլոր ազգերի համար, այ ուրիշ բան, որ հաշտարը արդեն ինքը հայ հաշտարը լինելով հայ մենթալիտետի կրողը, բնականաբար կարող է ավելի լավ հասկանալ հայ զույգերին, հայ ամուսիններին եւ փորձել ավելի ճիշտ կերպով բանակցել նրանց համար, նրանց վեճի, սուր եւ այլ անկյունները ցույց տալ, փորձել նրանց ուղղորդել ճիշտ կերպով, սա արդեն գալիս է հենց հաշտարի հմտությունից։ Եկեք պրակտիկ օրինակի վրա։ Դիցուք ես գժտված եմ, ունեմ այսպես ոչ նորմալ ընտանեկան հարաբերություններ, արդեն վերջ գնում ենք դատարան, ստոպ, դատարան չեն գնում, որտեղ օրենքը փոխվել է, պետք է գնանք հաշտարարի մոտ, ուր ենք գնում, ինչից պետք է սկսել։ Կա մի քանի տարբերակ, եթե կա նմանատիպ թվարկված ընտանեկան վեճերը, կողմերը կարող են, կողմերը կամ կողմերից որևէ մեկը կարող է դիմել կամ հաշտարարին, ովքեր որ արտոնագրված են եւ իրենց ցանկը հրապարակային է արտադրության նախարարության կայքում կա, մեր հաշտարարական հաստատության կայքում եւս կան հաշտարարների տվյալներ, կարող են դիմել անձամբ հաշտարարին կամ կարող են դիմել հաշտարարական հաստատության, օրինակ մեզ ԱՄԿ-ին եւ նշել, որ ունենք նմանատիպ վեճ եւ ցանկանում ենք հաշտարարությամբ լուծել եւ եթե չունեն նախընտրելի հաշտարար կամ հաշտարարական հաստատություն, կարող են դիմել արտադրության նախարարությանը եւ վերջինս կնշանակի արդեն այդ ցանկից հաշտարարը։ Նշանակվեց, եկավ օրինակ Զառան, նա հաշտարարն է, հիմա ինչ նա պիտի անի։ Նա պիտի երկու կողմերին լսի, որտեղ է լսում, պիտի գնա տուն, թե մարդիկ տնից պիտի գնան իրեն մոտ, դա ոնց է արվում։ Ես մեր օրինակով ասեմ, նախ հաշտարարությունը շատ ճկուն է, կարող է լինել եւ տեղում, կարող է եւ մեկը առցանց միանալ, բայց մեր օրինակով ասեմ, որպես հաշտարարական հաստատություն, որ հաշտարարական գործեր ունեցել ենք իհարկե կամավոր եւ ամուսնաընտանեկանը գերակշռող է եղել, ինչ է տեղի ունենում։ Ունենք հաշտարարության համար նախատեսված դահլիճ, կողմերը գալիս են այդ դահլիճ եւ համատեղ հանդիպման ձևաչափով հաշտարը հարցեր է տալիս, փորձում է հասկանալ վեճի էությունը, ինչ խնդիրներ կան եւ հետո հարցերի միջոցով փորձում է պարզել իրենց համար նախընտրելի լուծումները։ Օրինակ հասկացանք այս վեճը, ինչպես եք տեսնում լուծումը այս վեճի եւ փորձում է հարցերի միջոցով իրենց հանել մի նախընտրելի տարբերակի, որ երկու կողմը բավարարված ստորագրեն հաշտության համաձայնությունը։ Եթե կողմերից մեկը հուզական այնպիսի վիճակում է, որ այդ պահին չի ուզում համատեղ քննարկում, կարող է այդ կողմի հետ առանձին քննարկում լինել կամ ինքը առցանց միանա, հետո վերջում օրինակ բերել համատեղ հանդիպման։ Այսինքն ընթացակարգը այնքան ճկուն է, որ հաշտարը ճիշտ կողմնորոշվելու դեպքում կարող է տարբեր մեթոդների կիրառմամբ բերել այդ երանելի հաշտության համաձայնության տեքստին։ Բայց քանի փուլով է կամ ինչ որ փուլեր կան, թե հանդիպումը մի անգամ լինում է եւ վերջ, ինչ որ փուլ կարող է լինել մի քանի հանդիպումներ, սովորաբար պրակտիկան ցույց է տալիս, որ մինչև 4-5 ժամ տևողությամբ հանդիպման ընթացքում, օրինակ մեր պրակտիկայում հնարավոր է հասնել հաշտության համաձայնության, բայց եղել են բարդ դեպքեր, երբ որ մի քանի հանդիպում է պահանջվել։ Մեկ առաջի հանդիպմանը խոսել են, ինչ որ տարբերակներ ասել են, մի կողմը դեմ է եղել, ասել են լավ, մի ժամանակ վերցնենք, հասկանանք, նորից կգանք կքննարկենք։ Բայց մի այսպիսի հարց, եթե մասնագիտությամբ, չգիտեմ, իրավաբան չէ, այդ ոլորտի հետ կապ չունի, այստեղ օրենքի իմացությունը, իմ պատկերացմամբ օրենքի իմացությունը իր դերը պետք է խաղար հաշտարարության մեջ, դա որոշակի առումով խնդիր չի առաջացնի։ Չէ, իհարկե օրենքի իմացությունը, եթե ոչ կարևոր, ապա էական է կամ հակառակը, բայց այստեղ ամենաառաջնայինը դա հաշտարարության մասին օրենքի իմացությունն է, այսինքն քո անմիջական աշխատանքային օրենքը, որը որ դու առաջնորդվում ես, որտեղ քո վարքագծի եւ էթիկայի կանոններն են շարադրված եւ այլ անհրաժեշտ հարաբերությունները։ Իհարկե կարող է չիմանալ այլ հարակից օրենսդրությունը հաշտարարը, բայց մենք փորձում ենք նաև վերապատրաստման դասընթացների միջոցով հաշտարարներին ծանոթացնել, ապագա հաշտարարներին
ծանոթացնել օրենսդրական կարգավորումների հետ, որոնք նրանց անհրաժեշտ են։ Բացի այդ, գործում է նաև հաշտարների պալատը, ով իր պարբերական վերապատրաստումների միջոցով նույնպես օրենսդրական կարգավորումներին ծանոթացնում է հաշտարներին եւ վերջապես հաշտարը սահմանափակված չէ, եթե զգում է իրավական բարդություն կա վեճի մեջ, որպես մասնագետ հրավիրել իրավաբան եւ նրանից խորհրդատվություն ստանալ։ Կամ օրինակ կողմերը շատ հաճախ ներկայանում են հենց փաստաբանների միջոցով իրենց, բնականաբար փաստաբանի դերը այստեղ նույնպես շատ կարեւոր է, որպեսզի ոչ միայն ճիշտ ուղղորդի իր կողմերին, այլ դա նաեւ բխում է փաստաբանի վարքագծից եւ էթիկայից, որ փաստաբանը ինքը նույնպես պետք է նպաստի հաշտության կայացմանը եւ իր վարքով, իր խորհուրդներով փաստաբանը նույնպես կարող է այստեղ կարևոր դերակատարում ունենալ, որպեսզի հաշտությունը ճիշտ կայանա։ Ասեք, այո։ Մի բան ավելացնեմ, տեսեք, կա նաև այսպիսի հնարավորություն, օրինակ մեր կենտրոնի դեպքում, եթե հաշտության համաձայնության տեքստ կա արդեն, հաշտարը ենթադրենք իրավաբան չի եւ ինչ որ կասկածներ ունի, կարող է ներկայացնել մեզ մեր իրավաբանական բնականաբար հմտություններ ունեցող կենտրոնը եւ մենք կարող ենք եզրակացություն տալ եւ մենք էլ շահագրգռված ենք թույլ չտալու օրենքի խախտումներ։ Ենթադրենք օրենքով կա օրինակ երեխայի ալիմենտի համար հստակ սահմանված չափ։ Եթե մենք տեսնենք, որ կողմերը համաձայն են, օրինակ չիմացությամբ այդ ապրուստավճարից ավելի ցածր շեմ են նախատեսել, մենք բնականաբար թույլ չենք տա, որպեսզի այդ հաշտության համաձայնությունը կնքվի, հաշտարի հետ խորհրդակցենք եւ վերջինս արդեն կողմերի հետ կխոսի։ Տեսեք, մենք գործ ունենք մարդկային էմոցիաների հետ, հույզերի հետ, ապրումների հետ, որոնք որ փորձում ենք որևէ կերպ համակարգել, հաշտեցնել, դնել իրավաբանական ձևակերպումների մեջ, որը շատ բարդ է, որովհետեւ ամեն դեպքում մարդու էմոցիան եւ օրենքը մի տեսակ չեն կարողանում նույն շրջանակում լինել։ Հիմա եւ պարոն Ղարիբյանը նշեց, որ եղել են թեժ վեճեր, որոնք որ կարողացել են լուծել, եւ Տիկին Պետրոսյանը նշեց, որ կան իրենց բյուրոյում բազում հայցեր։ Եթե փորձենք էմոցիաների ձատ այդ ամենը թողնել մի կողմ եւ ստատիստիկային գալ, որքանով մենք այսպես հաղթած կամ վեճը լուծած կամ մարդկանց հաշտեցրած օրինակներ ու արդյունքներ ունենք։ Եկեք ես ձեզ փորձեմ պատասխանեմ այն միջազգային փորձի տեսանկյունից, որ մենք ուսումնասիրում էինք դեռ 22 թվականին նախագիծը մշակելիս, օրենսդրական, հետո նաև Տիկին Պետրոսյանին խնդրենք, որպեսզի իրենց կենտրոնի վիճակագրությունը նշի։ Մեր ուսումնասիրությունը ցույց էր տալիս, որ այն դեպքերի պարտադիր հաշտարության ենթակա դեպքերը, օրինակ ենթադրենք Իսպանիայում կամ եվրոպական այլ երկրում, Իտալիայում, որտեղ կա, որոնք գնում են հաշտարության, հենց ընտանեկան վեճերով 50 եւ ավելի տոկոսը լուծվում էր հաշտության միջոցով։ Սա բավականին լավ ցուցանիշ է։ Մեր երկրում, եթե մենք նայում ենք դատական վիճակագրությունը, տարեկան միջին կտրվածքով խոսքը գնում է 2500-ից 3000 ընտանեկան վեճերի մասին, որոնք կարող են ենթակա լինել պարտադիր հաշտարությանը։ Եթե 1500-ի չափ վեճերով մենք ունենանք հաշտությամբ լուծում, մենք ոչ միայն կունենանք այդ մշակույթը կամ ձևավորման ճանապարհին կամ հաշտությամբ բաժանված կամ ամուսնալուծված ընտանիքներ, այլ նաև մենք կունենանք դատական վիճակագրության էական նվազում, որովհետև այս գործերով դատանի ծանրաբեռնվածությունը կնվազի, իսկ դա բնականաբար իր դրական ազդեցությունը կունենա այն դեպքերում, երբ դատարանը այլ գործեր է քննում, դրանց ողջամիտ ժամկետները կպահպանվեն, այսինքն այստեղ երկակի դրական էֆեկտ կարող է ապահովել թեկուզ միայն վիճակագրական տվյալները հաշվի առնելով։ Իսկ արդեն Տիկին Պետրոսյանը երևի թե հայկական վիճակագրությունը հայկական տեսեք, օրինակ մեր կենտրոնի օրինակով կարող եմ նշել, քանի որ կամավոր է եղել հաշտարություն, այսինքն կողմերը իրենց ցանկությամբ են եկել։ Եկել ունեցել ենք դեպք, որ մի կողմը սկզբում այդպես դեմ է եղել, հետո մասնակցել է հաշտարությանը, բայց վիճակագրությունը հետեւյալն է, գործերի 90%-ը լուծվում է հաշտությամբ, այսինքն հնարավորություն են ստանում կողմերը ձեռբել հաշտության համաձայնություն, 10%-ը եղել է, որ ավարտվել են առանց հաշտության, բայց 90%-ը շատ լավ ցուցանիշ է։ Ես երկե չեմ բացառում, որ սկզբնական շրջանում, երբ որ պարտադիր հաշտարություն ներդրվի, կողմերի ինչ որ մասը փորձի խուսափել կամ չվստահել եւ այլն, բայց կարծեմ, որ տարիների ընթացքում այդ պատկերը կփոխվի եւ հասկանալով հաշտարության էությունը եւ թե ինչքան բարենպաստ կարող է լինել հենց կողմերի համար, ինձ թվում է նրանք նախընտրելի կդարձնեն այս մեթոդը։ Բայց տեսեք, հիմա ես ուզում եմ ամուսնալուծվել։ Ես չեմ ուզում, որովհետև օրենքը թույլ չի տալիս, գնում ենք հաշտարարի մոտ, այ ես մի քանի կոմենտներ էլ կարդացի այդ լուրերի տակ, որ մարդիկ սխալ ընկալում ունեն դրա հետ կապված։ Այսինքն ես ուզում ամուսնալուծվեմ, ես եթե գնամ հաշտարարի մոտ, ինձ չեն համոզելու, որ ես մնամ չամուսնալուծվեմ, որովհետև ես մեկնաբանություններից այդպես հասկացա, որ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվել, որ եթե գնում եք հաշտեցնում են վերջ, եթե դուք ուզում եք
ամուսնալուծվել, դուք ամուսնալուծվելու եք, այստեղ խոսքը այլ բանի մասին է, չէ՞։ Խոսքը ոչ թե նրա մասին է, որ ամուսնալուծության դեպքում պարտադիր պետք է չամուսնալուծվեն, նման կերպ հաշտվեն, չէ, խոսքը նրա մասին է, որ ցիվիլ ձևով, խաղաղ ճանապարհով հասնեն ամուսնալուծության եւ իրենց պայմանները երեխաների հետ կապված, սովորաբար ամուսնալուծությունը առանձին շատ քիչ է հանդիպում։ Ուրեմն ամուսնալուծություն, երեխայի բնակության վայրի որոշում, տեսակցության կարգ եւ այլն, այսինքն որ այդ ամեն ինչը լինի խաղաղ միջավայրում եւ կողմերը իրենք որոշեն, որ սա մեր պայմանավորությունը եւ մենք դա պահելու ենք։ Եղամ, գիտեք, ինձ թվում է։ Հա, եւ հետաքրքիր է այս դատարանները մեր բեռնաթափման կարիք ունեն իրականում, երբ որ մենք նայում ենք շատ, հա, թե մի դատավորն օրինակ քանի գործ է կցված, սա ինչքանով կնպաստի այդ երևույթին եւ առհասարակ սրանից զատ էլ ինչ կտա սա մեր թե դատական համակարգին, թե հասարակության առհասարակ։ Ես մի հատ անդրադարձ կատարեմ նախորդ հարցին, շատ ճիշտ եք նկատել այդ կոմենտները, դիտարկումները, որ լինում է, ինձ թվում է դա տերմինի հետ է կապված, որ նշում է հաշտարարություն, միջազգային ընդունելի տերմինը mediation-ն է։ Երբ որ մենք թարգմանում ենք թեկուզ ամենապարզ Google Translate-ի տարբերակով, միջնորդություն է թարգմանվում։ Այսինքն հաշտարը միջնորդ է, որ օգնի, որպեսզի երկու կողմի շահերը բալանսավորեն, բայց ինքը բարիշացնողը կոֆիտ ասած չի։ Հիմա դատարանի ստատիստիկան ես որոշակի թվեր ներկայացրեցի, այսինքն պատկերացրեք 1500 գործ տեսականորեն բավականին նաև մոտ պրակտիկային կարող է դուրս գալ դատարաններից։ Դատարանը կբեռնաթափվի այս առումով, դատարանը ավելի շատ ժամանակ կունենա այլ գործերին հատկացնելու համար, բնականաբար դատական ակտերի որակը կբարձրանա եւ այլն։ Բայց սա դրական ազդեցությունների մեկ կողմն է, երբ որ մենք միայն նայում ենք արդարադատության կամ դատարանի աչքերով, բայց եկեք նայենք մյուս կողմից, երբ որ մենք խոսում ենք մշակույթի մասին։ Այսինքն մենք սրանով կունենանք վեճերի լուծման ալտերնատիվ արտադատական մշակույթի կայացման կարևոր քայլ, երբ որ կողմերը կհասկանան, որ եթե ունես վեճ, պարտադիր չի արդեն լինի ընտանեկան, այլ ցանկացած այլ, պետք չի գնալ ընկնել իրար հետևից եւ այդ մի կաթիլ մեղրի պատմությունը դարձնել, կարծում եմ բավականին լավ է հեքիաթը գրված հենց մեզ բնորոշ, որ ամեն ինչ մի կաթիլ մեղր է դարձում, բայց հաշտարարությունը կփորձի նաեւ այս մշակույթը բերել, որպեսզի կողմերը հասկանան, որ կարելի է վեճերը լուծել բանակցային սեղանի շուրջ, միմյանց լսելով, հասկանալով, փոխըմբռնելի եւ փոխադարձաբար ընդունելի տարբերակներ գտնելով, նաեւ օրինակ գիտեմ ԱՄԿ-ում հենց բիզնես վեճերել են տեղի ունենում հաշտարարությամբ, դրանցով բավականին լավ է ցուցանիշը եւ սա կարծում եմ էական ազդակ կլինի, որ բոլոր այն վեճերը, որոնք որ օրենքը թույլ է տալիս, հետագայում կարող են փորձել լուծվել հաշտարարության միջոցով։ Ընդ որում մի շատ կարևոր հանգամանք կուզեի ընդգծել, կարծես չխոսվեց դրա մասին, հաշտարարությունը գաղտնի գործընթաց է։ Տեսեք, դատարանի դեպքում ես ուզում եի հարցնել, որովհետեւ տեսեք, ամերիկյան տարբերակում մենք մի պապիկ ենք տեսնում, ինձ թվում է բոլորն էլ տեսել են այդ վիդեոն, որտեղ նստած է, դիմացը կանգնած են, հարց է տալիս եւ այդ հարցից արդեն ինքնին այնպեսի, չասեմ խճճող, բայց ավելի པարզ եւ բացող հարցեր է տալիս, որ պատասխանողները ինքնին արդեն նայում են իրար եւ հասկանում են, չէ, մենք ոնց որ թե հաշտվեցինք իրար հետ, օքեյ։ Որը որ ինչպես որ պարոն Ղարաբյանը նշեց, այդ մշակութային հետաքրքիր փոփոխություն է բերում, այսինքն մարդը երբ տեսնում է այդ տեսանյութը, ինքը իր մեջ արդեն պատասխանները ենթադրում է։ Հիմա հարց պետք է լիներ, խնդրում պատասխանեք։ Մեր տարբերակում հանրայնացվելու է այս ամենը։ Դեռ ոչ։ Տեսեք, մեզ մոտ հաշտարարությունը գաղտնի process, եթե կողմերը կցանկանան, օրինակ մեր դեպքում, այսինքն նկարվում է այդ ամենը, չգիտեմ, Չէ, եթե կողմերը այդպես խիստ ցանկություն կունենան հաշտարակը համաձայնի, այն կարող է ձայնագրվել, հրապարակվել, բայց սովորաբար կողմերը չեն ցանկանում եւ դա կարծեմ այս փուլում ավելի ճիշտ է, որտեղ ընտանեկան վեճերը երբեմն այնքան նեղ անձնական մանրամասներ են պարունակում, օրինակ դրանք դատալեքսում տեսնելը, դատական համակարգի կայքում հետևելը, չգիտեմ, հետագայում օրինակ երեխաները եւս կարող է ազդեցություն ունենալ, ասենք իրենք մեծանան եւ տեսնեն, որ հայրը մայրը ինչ հարցերի շուրջ են վիճել, ինչ հարցեր են բարձրացել, որովհետեւ նեղ անձնական տվյալներ են։ Մեր դեպքում գաղտնի է եւ իրենք կարող են իրենց վեճը գալ գաղտնի լուծել, հեռանալ, ոչ ոք դրա մասին չիմանա։ Շատ լավ, մենք շատ խոսեցինք ընտանեկան վեճերից։ Ինչ ուրիշ վեճեր կան, որոնք որ ենթակա է արբիտրաժային եւ հաշտարարության ֆիլտրով անցնելու, այսպես ասած։ Երևի թե օրենքի կարգավորումը ես մեջ բերեմ, հաշտարարության ենթակա են քաղաքացիական, աշխատանքային եւ ընտանեկան վեճերը։ Ընտանեկանն ու աշխատանքայինը, եթե ավելի նեղ է իմաստը եւ հասկանում ենք ինչի մասին է խոսքը, քաղաքացիականը արդեն բավականին լայն սպեկտր է մեզ ենթադրում, դա ենթադրում է
սեփականության իրավունքի հետ կապված վեճերը, պայմանագրային ցանկացած տեսակի վեճերը, մտավոր սեփականության հետ կապված վեճերը եւ բոլոր այն վեճերը, որոնք որ դուրս են հանրային կարգավորման դիրք, այսինքն տարը մասնավորը երկու մասնավոր կողմերի միջև են առաջանում, այդպիսի վեճերը ըստ էության կարող են ենթարկվել հաշտարարությամբ լուծմանը։ Ընդ որում իհարկե առանց անունները բացահայտելու, բայց քանի որ նաև գաղտնիությունից խոսք գնաց, այդ դեպքում կողմերի համաձայնությամբ հրապարակվել էին, ուղղակի որպեսզի նաև գովազդ չլինի, բայց հիշում եմ վերջերս շատ կարևոր մի հատ հայտարարություն էր տարածել իրավաբանական ընկերություններից մեկը, որ հայտնի հայ երկհաններից մեկի հետ կապված վեճ է տեղի ունեցել, ում ձայնագրությունները ապօրինաբար օգտագործվել են եւ հաշտության միջոցով կողմերը եկել էին համաձայնության։ Ես երբ որ նայում եմ դա քաղաքականություն մշակողի արդարադատության նախարարության աչքերով, իրականում բավականին հաճելի է ինձ տեսնել, որ անգամ այդ մակարդակում մենք արդեն ունենում ենք վեճերի լուծում հաշտարարության միջոցով, հաշտության համաձայնություն կնքելով, ընդ որում որի սահմանները դուրս են գալիս միայն Հայաստանից, այսինքն ունենում ենք հայկական կողմ եւ արտասահմանյան կողմ, ու դա կարծում եմ բավականին լավ տրենդ է ժամանակակից գլոբալիզացման պայմաններում։ Վեճը եղավ, մարդը տեղեկացված չի, օրինակ, ասում ես դիմելու եմ դատարան, ինքը գնում է դատարան, այնտեղ իրեն ուղղորդում են, որ պետք է դիմել հաշտարարին, քաղաքացին ինքն է դիմում հաշտարարին, ինքը ընտրում է, որ ես ուզում եմ հենց այս հաշտարարը լինի, իմ ընտրած, այսինքն այդտեղ էլ վեճ լինի, ասի ես ուզում իմ ընտրած հաշտարարը լինի, նա ասի ես ուզում այս հաշտարարը լինի, թե պետությունը ինքն է նշանակում եւ վճարով է, թե անվճար է ծառայությունը։ Շատ լավ հարց եք տալիս, իրականում երկու ձևն էլ կարող է լինել, երբ որ կողմը ինքը կընտրի կամ երբ որ ինքը չկարողանա ընտրի, պետությունը իր փոխարեն արդեն կնշանակի, եկեք բացատրեմ։ Նախ երկու տարբերակ ունենք, մեկ հաշտարությունը դա մինչև դատարան գնալն է, սա ընտանեկան գործերով հատկապես կկիրառվի պարտադիր, երբ որ արդեն ուժի մեջ մտնի մյուսը, երբ որ դատական գործը process-ի մեջ է, դա ընդ որում հիմա էլ ունենք, դատարանը տեսնում է, որ կա հաշտության եզր եւ ասում է ես նշանակում եմ հաշտարարություն, գնացեք փորձվեք հաշտվել, հետո նոր հետ կգաք։ Հաշտարարությունը վճարովի է ընդ որում, ընտանեկանի դեպքում կառավարությամբ վճարների սահմանաչափ է սահմանված, կառավարության որոշմամբ, որպեսզի հնարավորինս որոշակի լինի անձանց համար, որ իրենք X գումարից ավել չեն վճարելու եւ նաեւ շուկան հնարավորինս կարգավորի, երբ որ խոսքը պարտադիրի մասին է, այստեղ բնականաբար նորմալ է պարտադիրության կոմպոնենտ կա, մնացած պարագաներում շուկան ազատ է, յուրաքանչյուր հաշտարար իր որակավորումից ելնելով կարող է իր ծառայության արժեքը ինքը սահմանել։ Հիմա լավ, ինչ անել, եթե ես ունեմ այդ վեճը։ Ես ուզում եմ մեկ հաշտարար, մյուս կողմը ուզում եմ մեկ այլ հաշտարար, վեճից եւս մեկ վեճ է առաջանում, ինչպես դուք ասում եք։ Երկու տարբերակ ես կարող եմ առաջարկել։ Առաջինը համաձայնում ենք, դիմում ենք արդարադատության նախարարությանը, ով որ էլեկտրոնային վիճակահանության համակարգով, այսինքն առանց մարդկային գործոնի համակարգ մուտքի տվյալները, համակարգը համաձայն ալգորիթմի նշանակում է հաշտարար։ Եվ մյուս տարբերակը դա այն է, որ կարող է լինել համահաշտարարություն, այսինքն երբ որ վեճը լուծում են երկու կամ ավելի հաշտարարները, լուծել մի քիչ սխալ ասացի, փորձում են կողմերին լուծմանը բերել երկու կամ ավելի հաշտարարները, եւ այստեղ մի կողմը կարող է բերել իր հաշտարարին, մյուս կողմը կարող է բերել իր հաշտարարին, ընդ որում նման դեպքերի պրակտիկա մենք նույնպես ունեցել ենք հենց ԱՄԿ-ում, ես հիշում եմ հրապարակումներում, որ նշում էր համահաշտարարություն իրականացվել է բավականին հաջող էր ելքնել, եթե ճիշտ եմ հիշում։ Հաշտարարությունը մեր այս գործի դեպքում իհարկե եւ ամուսնաընտանեկան վեճեր, բայց շատ գույքային տարեր, գույքի բաժանման հետ կապված հարցեր, նշանակվել էին երկու հաշտարարներ, որտեղ համ գործն է շատ բարդ, համ կողմերը այդպես էլ չկարողացան վերջնական համաձայնության գալ հաշտարարների շուրջ, դրա համար երկու հաշտարար նշանակված շատ ավելի էֆեկտիվ ընթացավ եւ ավելի լավ։ Մի խոսքով ամեն բան արվում է, որպեսզի հաշտ ու համերաշխ, չգիտեմ, ձեր վեճերը լուծեք եւ կարեւորը որ լուծեք, բանալի բառը դա էր։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարեբյանն էր մեր տաղավարում եւ Լիլիթ Պետրոսյանը արբիտրաժի եւ հաշտարարության Հայաստանյան կենտրոնի տնօրենը։ Շնորհակալ ենք զրույցի համար։ Իսկ այս պահին գնում ենք դիտենք գովազդ, վերադառնանք ու շարունակենք։ Առավոտյան խոսում էինք տարբեր քաղաքների ռանգերից, կատեգորիաներից, թե որ քաղաքն է հարմարավետ եւ չմոռանանք, որ ամեն մի քաղաք իր հետաքրքիր խորհրդանիշը ունի, օրինակ Բրյուսելի խորհրդանիշներից է համարվում ատոմիումը, այն նախագծվել է 1958 թվականի համաշխարհային ցուցահանդեսի բացման կապակցությամբ որպես ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման եւ ատոմային տարի խորհրդանիշ։ Կառույցը նախապես ծածկված էր ալյումինի շերտով, սակայն 2006-ին նրա այսպես ծածկույթը դարձավ հիմնանորոգվելուց հետո երկաթյա։
Այո, այն ծածկվեց պողպատի շերտով, կառույցն իրենից ներկայացնում է երկաթի բյուրեղի մոդելը, խոշորացված 165 միլիարդ անգամ։ Աշխարհի հերթական հրաշալիքն ենք բացահայտելու հենց այս պահին, գնացենք։ Առավոտը շանթումիումն է հիմա եթերում։ Ատոմիումը չէ։ Շանթումիումը։ Շանթումիումը, այո։ Մի առանձին տարր է, լավ տրամադրության, իսկ լավ տրամադրության տարի մեջ է երաժշտությունը։ Անպայման։ Գնում ենք երաժշտություն լսելու։ Անպայման։ 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 Անպայմամիում։ Գնացինք երաժշտություն լսելու ամեն դեպքում։ Վերադարձանք տաղավար եւ այսօր խոսելու ենք մի մարդու մասին, ով հայ գրականության մեջ ահռելի փոփոխություն է արել, շատ նորարարական, այսպես մտքերի հեղինակ է։ Խոսքը Խաչատուր Աբովյանի մասին է, նրա մասին ամենահայտնի փաստը թերևս այն է, որ նա անհետացել է եւ նրա անհետացման վարկածներից եւ ոչ մեկն առ այսօր չի հերքվել ու չի հաստատվել, բայց Աբովյանը կյանքի օրոք իսկապես, ինչպես արդեն նշեցի, հեղափոխական դարձավ հայ գրականության մեջ։ Այսուհետ պարբերաբար կարող եք իմանալ ավելին այցելելով Աբովյանի տուն-թանգարան, մեծ գրողի Դորպատյան օրագրերը արդեն ուշադրություն լսելու տարբերակը։ Մեր տաղավարում են Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Արևիկ Ստամբոլցյանը եւ ավագ գիտաշխատող Մանե Աղաջանյանը։ Բարև ձեզ, բարի լույս։ Ինչքան էլ խոսվեց Աբովյանի գրականության մեջ նորարարության մասին, բայց պիտի նաեւ ավելացնել, որ Աբովյանը կենցաղավարության միջանձնային հարաբերությունների նորարար էր նաեւ, առհասարակ լուսավորող մարդ էր, ոչ միայն գրականության մեջ։ Բայց մեր դիտակետում է Դորպատյան օրագրերը, Դորպատյան նրա ժամանակահատվածը, ինչը բացահայտում, սիրելիներ, Դորպատյան ժամանակահատվածը, որ մենք մինչև այդ չգիտեինք կամ էլ ավելի լավ ենք հաստատում այդ փաստերի շուրջ։ Շատ բարի, տեսեք, քանի որ խոսք գնաց գրականության մասին, այո, իրավամբ Խաչատուր Աբովյանը հայնոր գրական դպրոցի հիմնադիրն է եւ ստեղծագործել է գրեթե գրական բոլոր ժանրերով եւ սեռերով։ Բայց ցավոք Խաչատուր Աբովյանի ժառանգության շատ էջեր ցայսօր անհայտ են մեր հանրությանը եւ մենք փորձում ենք տարաբնույթ միջոցառումներով, հրատարակություններով դրանք հասանելի դարձնել մեր հասարակությանը։ Եվ ցավոք սրտի, լինելով մեծ լուսավորիչ, Խաչատուր Աբովյանը այսօր պատշաճ կերպով ընկալված չէ մեր հանրության կողմից։ Իսկ ինչ վերաբերում է Դորպատյան օրագրերին, դրանք մեր գրականության եւ գեղարվեստական վավերագրության հրաշալի նմուշ է, եզակի նմանություն ունեցող մեր գրականության մեջ։ Այսինքն մեր գրականության մեջ չկա որևէ գրող, որ ունեցել է օրագիր։ Դա միակը Աբովյանն է, որ պահել է այդ օրագրությունը եւ այստեղ այս էջերը պարունակում են հսկայական կենսագրական նյութեր Խաչատուր Աբովյանի մասին։ Երբ որ մենք ուզում ենք ինչ որ ընկալում, ամբողջական ընկալում ունենալ մեծ լուսավորչի մասին, մենք ուղղակի պետք է թերթենք Դորպատյան էջերը։ Ցավոք ինչու էր անհասանելի, որովհետև քանի որ դրան գրաբարով են գրված, իհարկե ժամանակին խորհրդային ժամանակաշրջանում մեր ակադեմիան դրանք հրատարակել է, բայց գրաբարով։ Եվ միգուցե լեզվի դժվարությունը շատերին այսպես թույլ չտվե մոտենալ այս հրաշալի ստեղծագործությանը եւ շուրջ արդեն 2 տարի մենք ունենք արդեն թարգմանված տարբերակը վերափոխադրված աշխարհաբարի, փոխադրել է լեզվաբան Նարինե Դորպատյանը եւ այս տարի վերջապես սա մեզ համար իհարկե շատ երկար սպասված եւ փայփայած երազանք էր թանգարանի համար եւ ինձ թվում է մեր ամբողջ հայ գրականագիտության համար թանգարանը այս տարի կտպագրի այդ օրագրերը, այս պահին օրագրի խմբագրմամբ եւ սրբագրմամբ զբաղվում է թանգարանի ավագ գիտաշխատող Մանե Աղաջանյանը, ինչի մասին ինձ թվում է հաղորդման ընթացքում ինքը կներկայացնի։ Փոխանցումը համենատեյերով։ Եվ այստեղ տեսնում ենք այն սոցիալ, հոգեբանական եւ բարոյական գործոնները, որոնք ազդել են Խաչատուր Աբովյանի վրա։ Տեսեք, երիտասարդ հոգեվորականը, հոգեվոր դաշտից, Էջմիածնից հայտնվում է եվրոպական աշխարհի կազմնական միջավայրում, երկու տրամագծորեն հակառակ բևեռն է եւ ոնց պետք է ինքը դրսևորե իրեն։ Մենք տեսնում ենք
Պես առօրյա գրանցումներով, գրառումներով տեսնում ենք, թե ինչպես է Աբովյանը կարող ասել հաղթահարել այդ բոլոր դժվարությունները եւ գայթակղությունները։ Մինչև ավելի մանրամասն Դորպատյան օրագրերից խոսել է, այ թանգարանները գնում են ավելի ինտերակտիվության, եթե կարելի է այդպես ասել, ավելի ինտերակտիվ, դա ավելի գրավիչ է թե աշակերտների համար, թե նույն տուրիստների համար, զբոսաշրջիկների համար, այ ինչպես որոշվեց, որ Դորպատյան օրագրերը պետք է այդ ձևաչափով ներկայացնել եւ այցելուները ինչպես կարող են լսել, նախապես պետք է ինչ-որ մի բան ամրագրել, տեղում, որքան է տևողությունը, մի քիչ մանրամասնենք հենց աուդիոյի կողմը։ Այո, այս հրաշալի իրադարձության նախընթաց տպագրությանը Դորպատյան օրագրի թանգարանը նախաձեռնել է Դորպատյան երեկոների շարք։ Հուլիսից սեպտեմբեր ամիսներին թանգարանի այգում, իսկ մենք ունենք հրաշալի այգի լուսավորությամբ, բեմահարթակով, շատ առատ բուսականությամբ, կանաչապատ եւ հարմարավետ կահավորանքով, որտեղ կարող են մեր այցելուները հետաքրքիր երեկոներ անցկացնել եւ հաղորդակից լինել Դորպատյան օրագրերին։ Սա իհարկե մի քանի նպատակ ունի այս նախաձեռնությունը, առաջինը այդ թանգարանային միջավայրի կենսունակությունը ապահովել եւ պահպանել եւ երկրորդը հասանելի դարձնել Դորպատյան օրագրերը ի վերջո, տեսեք ամեն հանդիպման ժամանակ մենք վերցնելու ենք ինչ-որ մի թեմա, այսինքն որը առնչվել է Աբովյանին։ Դա կլինի երաժշտություն, դա կլինի ինչ-որ պարահանդեսային պարերը, դա կլինի այն առարկաները, որ Աբովյանը ուսումնասիրել է եւ փորձել է հետագայում տեղայնացնել հայ իրականության մեջ։ Աբովյանը այնտեղ ուսումնասիրել է շուրջ 16 առարկա, սովորել է տարբեր արհեստներ, մի քանի երաժշտական գործիքներ, մոտ 10 լեզվի է տիրապետել։ Եվ այն բոլոր առարկաները, որ նա ուսումնասիրել եւ ձեռք է բերել այնտեղ այդ գիտելիքները, նա դրանց զուգահեռ կազմել է նաեւ ձեռնարկներ։ Այսինքն եթե նա սովորում էր, երաժշտությունը, դրան համապատասխան ձեռնարկ էր կազմում, որպեսզի հետագայում նա դա կիրառի դպրոցներում։ Նաեւ տիեզերագիտությունը, դրան համապատասխան գրաբարով նա ձեռնարկ է կազմել, այսինքն բուն տետրը ինքը գերմաներենով, որովհետեւ դասերը գերմաներենով էին, բայց դրան զուգահեռ նա կազմում էր գրաբարով ձեռնարկներ։ Այսինքն ոչինչ ինքնանպատակ չի եղել Աբովյանի մոտ, եւ այս ուսումնառության ամբողջ ընթացքը ծրագրավորված եւ միտված է եղել հետագայում հայ դպրոցի զարգացման համար։ Եվ ամեն երեկոյի ընթացքում մենք վերցնելու ենք մի թեմա եւ դրա շուրջ մենք խոսելու ենք եւ զարգացնելու ենք այդ թեման։ Եթե խոսքը 17 դար երաժշտության մասին է, մենք ոչ թե խոսելու ենք դրա առնչության, Աբովյանի առնչության երաժշտության հետ, այլ ընդհանրապես ինչ իրավիճակ է տիրում Հայաստանում 17 դարում երաժշտության հետ կապված։ Ովքեր կարող են մասնակցել այդ երեկոներին։ Մուտքը ազատ է, բոլորը կարող են մասնակցել։ Ուղղակի նախապես պետք է գրանցվել։ Հրաշալի։ Իհարկե դրանք ուղեկցեն նաև ինչ-որ երաժշտական կատարումներ, համերգներ, պարային կատարումներ։ Դե որը հիմա արդեն միտումները Եվ իհարկե դա այսպես մենք կլրացնենք մեր այգու մրգից պատրաստված թարմ հյութով հյուրասիրությամբ։ Հյուրասիրություն դա։ Սիրելի Մանե, դուք որ այսքան ժամանակ է պրպտում եք, կարդում եք, հետաքրքրվում եք, գրեթե արդեն հրատարակել եք Դորպատյան օրագրերը, ինչ ենք մենք բացահայտում այստեղից։ Մի կողմից Աբովյան, որ փակ գրեթե տարածքում էր եւ միանգամից մի ամբողջ աշխարհ գալիս է սպունգի պես նա պիտի այդ ամենը կլաներ։ Ինչ է գրել, ինչ էմոցիաներ կա այդտեղ Աբովյանից, առասարակ ինչ Աբովյան ենք մենք տեսնում իր օրագրերում։ Մենք տեսնում ենք բոլորովին նոր Աբովյան, նոր շերտերով եւ տեսնում ենք ինչպես է երիտասարդը, ով ինչպես Տիկին Ստամբուլցյանը նշեց, գնում ու ընկնում եվրոպական քաղաքակրթության մեջ, փորձում նախ եւ առաջ եւ ամենակարևորը պահել իր հայ տեսակը, մնալ հայ եւ ինչպես է փորձում սպունգի պես այդ եվրոպական քաղաքակրթությունը քաշել եւ ամեն ինչ անել, որ երբ վերադառնա հայրենիք, իր հայրենակիցներին, իր սիրելի ազգին հաղորդակից դարձնի։ Դորպատյան օրագրերը, գիտեք, շատ հետաքրքիր, կարծես ինչքան էլ օրագրության ժանր է եւ պատմում է մեծ գրողի կյանքը եւ 6 տարին քիչ չէ ապրել մի միջավայրում, մեծանալ, շփվել երևելի մարդկանց հետ, սովորել, փորձել հասնել նրանց, փորձել կայանալ եւ շերտ-շերտ բացում է տարեց տարի մեծացող ու հասունացող Աբովյանին եւ խորամիտ կարդացողը անպայման կգտնի Աբովյանին, թե ինչպես է նա հասունանում։ Հազար ներողություն, 6 տարի անընդմեջ նա օրագիր է պահել, 6 տարի գրել է։ Այո, 6 տարվա իր
5.5-6 տարվա իր ամբողջ ապրածը եւ զգացածը ինքը հենց օրագրության ժանրը պահպանելով, թվագրելով, ամսաթվելով, ամեն ինչ անելով, այսպես ներկայացնում է եւ Դորպատյան օրագրերը այսպես եվրոպական քաղաքակրթությունը ներկայացնող գեղեցիկ, չգիտեմ, պարահանդեսային, խնջույքային տեսարաններից մինչև հայկական գաթային հասնող գեղեցիկ պատմությունների դիպաշար է, որտեղ Աբովյանը ոչ միայն փորձում է եվրոպականը վերցնել ու բերել իր հայրենակիցներին ցույց տալ, այլ շատ խնամքով հայկականը տանել եւ ցույց տալ։ Իրենց զրույցների ժամանակ, իրենց հավաքույթների ժամանակ ինքը միշտ հիշում է իր հայրենիքը, ծնողներին, թե ինչպես էին ապրում, ինչ էին անում եւ այսպես փորձում է բոլորին ականջալուր դարձնել։ Գիրքը, այո, քիչ մի քանի շատ շուտով կհրատարակվի եւ ընթերցողը միանշանակ նորովի կբացահայտի Աբովյանին եւ ընկեր Նարինե Դիլբարյանը, ով փոխադրել է, շատ խնամքով է մոտեցել փոխադրելուն, պահպանելով թե ոճը եւ խմբագրական ընթացքում էլ մենք անընդմեջ կապի մեջ ենք եղել եւ փորձել ենք որևէ շեղում չունենանք բնագրից եւ կարծում եմ, որ իսկապես մեծ իրարանցում կլինի, հա, մեր հայ գրականության համար նաեւ, որովհետեւ տպագրվել է, բայց այսպես մնացել է Իշարս Աբովյանի անհայտ եւ անհայտ գրվածքների մեջ, այսպես ավելի ստվերում։ Այ հետաքրքիր է ինչ որ ինֆորմացիա կա, որ ուսումնասիրելով հա ձեր համար էլ էր դա ինչ որ առումով զարմանալի, ինչ որ առումով բացահայտում Աբովյանի մասին, այդպիսի դրվագ, այդպիսի ինֆորմացիա կա, թե ոչ, որ կարող եք առանձնացնել եւ մեզ հեռուստադիտողին պատմել։ Երկու էմոցիայից առանձնացրեք, եւ ամենատխուր փաստը եւ ամենաուրախ փաստը, որ բացահայտում էր։ Ամենատխուր փաստերից մեկը կամ փաստերը նրանք են, որ Աբովյանը տեսնելով այդ ամենը, նոր քաղաքակրթություն, նոր միջավայր, ազնվականներ եւ այլն, ինչ որ առումով սրտի ցավով է գրում դրա մասին, որ մի փոքր հետ ենք ու պիտի բերենք ու բերի եւ սովորեցնի, հիմնական ամենատխուր պահերը երևի դրա հետ են կապված Դորպատյան օրագրերում եւ ամենաուրախ պահերից այն, որ բացահայտում է շատերի համար, բարձրվում է, որ Աբովյանը երաժշտական հրաշալի ընկալումներ է ունեցել եւ Դորպատյան առաջին, այսպես մեր գրական մշակութային հանդիպումը հենց այդ թեմային է նվիրված լինելու, այնտեղ տիրապետել է գործիքների, իր բարերար պարոտը նրա համար գնել է, եթե գումարի սղություն է ունեցել։ Ինչ գործիք է գնել։ Սպինետ է գնել իր համար եւ գիտար նվագել է իմացել եւ հիշում Դորպատում գրում է, երբ ընկերները հավաքվում էին, նա շատ լավ նվագել է, խնդրել են, որ Աբովյանը չմոռանա գիտարը իր հետ տանի եւ իրենց հավաքույթների ժամանակ նվագի, այսինքն կարող ենք ասել, որ Աբովյանը նաեւ արտոնին երաժշտության առաջին այսպես հիմնադրողներից է եղել, երբ կարող էին ընկերներով հավաքվել եւ նվագեին, երգեին եւ ուրախանային։ Իրեն հատուկ հեռագրել են դրա համար։ Այս ամենը օրագիրը առհասարակ շատ կարևոր քրոնիկա է, թե ինչ է եղել, ոնց այսքան փաստեր են սրանք։ Բայց եթե փաստերից անցնենք դեպի գրականության, գրական ինչ որ ուղղվածություն ունի, նա պահել է այս օրագրային ժանրը, նա մտածված է գրականության ժանրը օգտագործել օրագրի մեջ, թե պարզապես իր առօրյան է այստեղ գրել, որը որ ակամայից դարձել է գրականություն։ Աբովյանին լավ ճանաչելով կարծում եմ, որ մտածված է իհարկե մտածված է ինչ որ առումով պահել, որովհետև ամեն առումով էր նորարար եւ որքան էլ իր կյանքն է, իր կյանքի անկեղծ պատմում է իր կյանքի տարբեր դրվագներ, թե ուրախ, թե տխուր, նայելով ու ծանոթանալով օրագրությանը, թե որքան խնամքով է թվագրել, ով եկավ, ինչ արեց, ամսաթիվը եւ այլն, կարծում եմ, որ այո, վստահաբար նա պահել է օրագրության ժանրը եւ հայ գրականության մեջ դառնալով օրագրության ժանրի հիմնադիրը։ Ինչպես հղացավ միտքը այս տարբերակով ներկայացնել, ինչպես ընտրվեց ժամանակահատված, այսինքն որ հիմա արդեն հասունացել է պահը եւ պետք է հրատարակել։ Գուցե հասունանալու խնդիր չէր, գուցե այլ ինչ որ աջակցություն ամեն դեպքում պետք էր։ Մի քիչ խոսենք նախապատմությունից, թե ինչպես ուղակի միտքը դարձավ իրականություն։ Շուտով ամենայն դեպս կդառնա արդեն։ Իրականում տարիների, հա, փայփայ, ինչպես արդեն ասացի, երազանքեր եւ ցանկություն,
Եվ ոչ միայն Դորպատյան օրագրեր, այսօր թանգարանը այսպիսի կարևոր նախաձեռնություններ ունի, եւ մենք այս տարի հրատարակենք նաեւ հատնտիր նամականին Խաչատուր Աբովյանի, նաեւ ունենք ծրագրած տպագրելու Խաչատուր Աբովյանի ծոցագիրը, որը նույնպես յուրօրինակ նմուշ է մեր հայ գրականության մեջ նման ու չունեցող։ Դորպատյան միջավայրում այդպիսի գեղեցիկ մշակույթ կար, ինչ որ հատուկ առիթներին կամ հրաժեշտին միմյանց փոխանցել բացիկներ, ինչ որ նկարազարդումով եւ դարձերեսին երկտող կամ քառատող, շատ անգամ դրանք այսպես համապատրաստից բանաստեղծություններ էին լինում, իսկ Աբովյանը շատ լավ տիրապետում էր այդ էքսպրոնտ ժանրին։ Սրանք գերմաներենով են եւ մինչեւ այժմ 200 տարի անցել է, դրանք մնացել էին Աբովյանի արխիվում անտիպ չվերծանված, Փառք Աստծո թանգարանը այս տարի կարողացավ դա վերծանել, թարգմանել հայերենով եւ հույս ունենանք, եթե ոչ այս տարի, ապա 2026 թվականին դա մենք կհրատարակենք։ Սա իրականում շատ յուրօրինակ մի երևույթ է լինելու մեր գրականության մեջ նմանու չունեցող եւ Աբովյանի ժառանգությունը այսպիսի նմանու չունեցող ստեղծագործություններ շատ ունի, ցավոք սրտի շատերի համար այսպես անհայտ եւ անհասանելի։ Վաճառքի է լինելու գիրքը, վաճառքի եւ գրախանութներում կլինեն եւ թանգարան։ Հատորներով է, օրագրությունը պահպանված է, ինչպես է այսինքն։ Տեսեք, Խաչատուր Աբովյանի ամբողջ ձեռագրերը գտնվում են գրականության եւ արվեստի թանգարանում։ Բայց այդ արխիվը ինչքան էլ որ խորհրդային ժամանակաշրջանում դրանք ուսումնասիրել են, վերծանել են եւ 10 հատորյակով տպագրել են, սրանով հանդերձ շատ էջեր մնացել են չվերծանված եւ անտիպ։ Եվ հիմա թանգարանը որդեգրել է այդ ավանդույթը լրացնելու այս բացը։ Եվ այս 2 տարվա ընթացքում մենք այսպես մեծ որոնողական աշխատանքներ կատարեցինք եւ վերծանման եւ արդեն ունենք շուրջ 90 էջի չափով նոր անտիպ էջեր, որոնք հիմնականում վերաբերում են Աբովյանի հոգեվոր բնույթի ստեղծագործություններին, դրանք քարոզներ են, դրանք աղոթքներ են։ Այստեղ նույնպես տեսեք այն խնդիրը, որ մենք ունեցել ենք սովետական ժամանակաշրջանից եկած Աբովյան եկեղեցի հակասությունը, այս էջերը դրանք լրիվ ամբողջովին ցրում են, այսինքն այստեղ նոր շրջափուլ է գալիս Աբովյանագիտության, այսինքն նոր լույսի ներքո է երևալու Աբովյան եւ եկեղեցի հարաբերությունները։ Այս քրոնիկան կամ այս օրագրությունը ոչ միայն կարևոր է հայ գրականության համար, կարծում եմ շատ կարևոր է Դորպատի համար, որովհետև այս ամբողջ ընթացքը նաև բացահայտում է այդ կենցաղավարությունը, այդ նիստուկացը, որ եղել է։ Համագործակցություն կա Դորպատի հետ, ինչ են ասում այնտեղից։ Վերջերս մայիս ամսին մենք Տավրի համալսարանում էինք կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարի այցի կապակցությամբ թանգարանը այնտեղ կազմակերպեց ցուցադրություն հենց Տարտուի համալսարանում, որտեղ պահվում է Խաչատուր Աբովյանի նվիրաբերած 13-րդ դարի շարակնոցը, որը շատ խնամքով պահպանվում է գրադարանում Դորպատի այժմյան Տարտուի համալսարանի։ Եվ այս միջոցառման ընթացքում մենք այսպես մի շարք համագործակցություններ որոշեցինք միասին կազմակերպել, իհարկե իրեն շատ հետաքրքրեց նաև Դորպատյան օրագրերը, որտեղ դա ամբողջությամբ իրենց կենցաղի, չգիտեմ, իրենց ազնվական միջավայրի, իրենց կրթության համակարգի մասին է, որը գրառել է Խաչատուր Աբովյանը, եւ մյուս տարի իրենք այսպես դրանք կթարգմանեն էստոներենով։ Եվ կունենանք մի շարք ցուցադրություններ, գիտաժողովներ համատեղ Տարտուի համալսարանի հետ։ Եթե շարունակենք ապագա ծրագրերի մասին խոսելը, ինչ ծրագրեր կան, ինչ միջոցառումներ կան, որոնք նախատեսվում են մոտ ապագայում։ Դե ամռանը մեզ սպասում են, այս հրաշալի Դորպատյան երեկոները, առաջիկայում իհարկե կունենանք այս 2 գրքերի հրատարակությունները, մյուս տարի մեզ սպասում է Վերք Հայաստանի պատմավեպի, ստեղծման 155-րդ տարին է, մենք այսպես շատ որոշել ենք արշավ կազմակերպել, դա կլինի գիտաժողովներ, դա կլինի օլիմպիադաներ եւ մի շարք միջոցառումներ, որովհետեւ ինչքան էլ որ Վերք Հայաստանի պատմավեպը ամենից այսպես ուսումնասիրված եւ վերլուծված գիրքն է մեր հայ գրականության մեջ, դրանով հանդերձ մենք դեռ ունենք կնճռոտ խնդիրներ, կապված Վերք Հայաստանի պատմավեպի հետ, հասկանալու իրական ուղերձը այս վեպի, իսկ իրական ուղերձը դա հավիտենական Հայաստանն էր։
Սա իհարկե շատ կարևոր խնդիր է, որը մենք պետք է լուծենք։ Դորպատյան օրագրերի թեմայով նաև գիտաժողովներ են անցկացվելու, նեղ մասնագիտական, նաև քննարկումներ, որոնք որ կրկին բերելու են երևի թե նոր հոդվածների, գիտահոդվածների տպագրությանը։ Սա էլ կարևոր է, պետք է ընդգծել։ Մանե, դուք ծանոթ եք, տեսել եք Աբովյանի ձեռագիրը, բառիսկական իմաստով։ Գեղեցիկ էր գրում նա, ինչ ձեռագիր ուներ։ Այո, շատ գեղեցիկ է։ Ընթերնելի է։ Ընթերնելի է, այո, եթե տիրապետում ես գրափարին, որովհետև ձեռագրերի հիմնական մասը գրափարով են, իհարկե կան պատիվ գրություններ, այսինքն ձայնավորների կրճատում կամ ժամանակի բնորոշ պատիվ գրություններով, եթե տիրապետում ես հիմնական ձեռագիրը վերծանելու հմտություններին, ապա շատ արագ կարողանում ես վերծանել։ Տիկին Ստամբուլցյանը արդեն նշեց տիեզերագիտության ձեռնարկի մասին, ես էլ ավելացնեմ, որ հենց այս պահին մենք վերծանում ենք Աբովյանի տիեզերագիտության ձեռնարկը, որովհետև ցավոք սրտի ձեռագիրը կա, բայց վերծանված չէ։ Այս պահին վերծանման փուլում է, հետո կթարգմանենք, այսինքն կփոխադրենք ավելի ճիշտ արևելահայերենի եւ միանշանակ կբացահայտենք դարձյալ նոր Աբովյանի եւ քանի որ հենց այս պահին աշխատում ենք ձեռագրի վերծանման հետ, վստահաբար նշում եմ, որ այո, ձեռագիրը ընթերնելի է։ Նաեւ խոսվեց Վերք Հայաստանի մասին, բնականաբար Աբովյանի կուլտային գործերից մեկն է։ Արդյոք Դորպատյան այս օրագրերի Դորպատյան կյանքը երևում է նրա ստեղծագործության մեջ։ Այդ դուք որ ծանոթ եք ամբողջությամբ գիտեք Դորպատյան օրագրերի բովանդակությունը, սյուժեն, եթե կարելի է այսպես ասել, եւ Վերք Հայաստանի։ Սրանք որքանով են նման իրար։ Որոշակի ազդեցություն կա ամեն դեպքում։ Երևի թե եւ նման են եւ շատ տարբեր են, բայց երկուսին միավորողը եւ հիմնական գիծը, որը Աբովյանի ամբողջ ստեղծագործությունների մեջ գնում է, դա լինի թե Դորպատյան օրագրերը, լինի թե նամակները, լինեն թե բանաստեղծությունները, անսահման հայրենասիրությունն է, որը շղթայի պես գալիս եւ ամփոփվում է հավիտենական Հայաստանի գաղափարի մեջ։ Վերք Հայաստանի մեջ։ Եվ ամփոփելով մեր զրույցը, ես օրինակ գիտեի երկու նորարարություն համենայն դեպս մինչ օրս, որ արել է Խաչատուր Աբովյանը, մեկը որ հենց ժողովրդի, այսպես ասած, հասարակ զավակին դարձրել է ստեղծագործության հերոս, մյուսը դե լեզվի հետ կապված, այ էլ ինչ նորարարություններից կարող ենք մենք մի քանի նորարարություն, եթե ոչ գրականության ոլորտից, այո, ոչ գրականության ոլորտից։ Աբովյանը հրաշալի տնտեսագետ է եղել եւ իր դրանք էլ մեր թանգարանի հիմնական եւ առաջիկա պլանների մեջ է լինում։ Մենք ուրվագծեցինք Խաչատուր Աբովյանի երաժշտական ուրվագիծը եւ բացահայտեցինք երաժշտակետ Աբովյանին եւ շուտով փորձելու ենք, ամեն ինչ անելու ենք, որ բացահայտենք Խաչատուր Աբովյանին իբրև տնտեսագետի, որովհետեւ ունի հրաշալի, այսպես գյուղատնտեսության վերաբերյալ հրաշալի մտքեր, հոդվածներ, որոնք մինչև այսօր արդիական են։ Էլ տնտեսագետ, էլ գրականագետ, էլ լեռնագնաց, էլ տիեզերագետ, էլ երաժիշտ, բանագետ, մարդ համալսարան։ Ուսուցիչ։ Իրականում մեր, եթե այսպես հետահայաց նայենք, մեր գրականության, մշակույթի պատմության այդպիսի բնագավառ չկա, որտեղ չլինի Խաչատուր Աբովյանի ստեղծագործ ձեռքը եւ միտքը։ Եվ մեր թանգարանի այսօրվա տեսլականն է բացահայտել դրանք մեր հանդրության համար, այսինքն մաս առ մաս փորձելու ենք հաղորդակից դարձնել Խաչատուր Աբովյանի այդ բազմադար եւ բազմաշերտ գործունեությանը։ Սիրելիներ, գնացեք եւ սեփական փորձով տեսեք, թե ինչ լուսավորող էր Խաչատուր Աբովյանը եւ մեր տաղավարում են Աբովյանի տուն թանգարանի տնօրեն Արևիկ Ստամբուլցյանը եւ ավագ գիտաշխատող Մանե Աղաջանյանը։ Շատ շուտով կհրատարակվի Դորպատյան օրագրերը եւ նաեւ հնարավորություն կունենք լսելու Դորպատյան օրագրերը հրաշալի այգում, ինչպես որ նշվեց, տեղի բարիկներից կոմպոտ պատրաստած համեղ հյութերով։ Շնորհակալ ենք ձեզ։ Որի բաղադրատոմսը ի դեպ Դորպատյան օրագրերում գտնենք։ Խաչատուր Աբովյանը էլի մատը կապ ունի, մատը խառն է։ Դորպատյան օրագրերից են, այսինքն վերցված է տեղից, այո։ Այո, շատ բաղադրատոմսեր, այո, կգտնեք Խաչատուր Աբովյանի հրատանու մասին, ուրացանք նշել։ Այո, մենք ունենք առանձնացված հրատանի Աբովյանից, որտեղ պատմում է, թե ինչպես նորատունք ծառերը պետք է խնամել, որթան կարմիրի բաղադրատոմս է առաջարկում, այո, պանիր պատրաստելու, այո։ Մի խոսքով որ ոլորտ մատը դնես, Աբովյանը կա։ Տենդի դեղատոմս, սպեղանի, սպեղանու
Վաղադրատոմս եւ այլն։ Սա իսկապես ֆանտաստիկ է եւ առիթը բաց մի թողեք ու հրաշալի շրջան է, այո, Խաչատուրովյանի տուն թանգարան այցելելու համար ինքս բազմից եղել եմ ու երբ որ մտնում ես, մի տեսակ չգիտեմ, այդքան էլ ոնց որ քաղաքից դուրս այո, ինչ որ մեկի տուն գնաս, այնպես որ հրաշալի առիթներ կան այցելելու։ Շնորհակալ ենք զրույցի համար։ Ձեզ լավ օր, իսկ մենք շարունակում ենք, ասում ենք գովազդ Շանթի եթերում։ Գնացինք գովազդ դիտելու։ Վերադարձանք գովազդից, այո։ Դե ինչ, ժամանակն է ֆենոմենալ մարդկանց բացահայտելու, իսկ այսօր ֆենոմենալ մարդկանց ցուցակում մեզ մոտ դերասան է, այն էլ ավանդ ունեցող դերասան, վերջին Կաննի կինոփառատոնի ժամանակ Դիկապրիոն նրան անձամբ հանձնեց մի շատ կարևոր մեդալ, շքանշան ավանդի համար կինոյում, համաշխարհային կինոմատոգրաֆում։ Ռոբերտ Դե Նիրո անունը քիչ որ բան ասում է։ Իհարկե, ինչպես կարող էր Դե Նիրոն։ Ասեք ծանրությունը ոնց է զգում այդ հրաշալի դերասանը։ Ամերիկայում։ Այո, եւ ոչ միայն հրաշալի։ Ուղղակի ինձ մոտ միշտ ասոցացվում է հենց այդ ֆիլմի հետ, այսինքն ես Դե Նիրոն սկսել եմ ճանաչել հենց այդ ֆիլմով, բայց վերջին տարիներին նա իրեն նաև փորձում էր, վերջին տարիներ ասելով որ 20 տարի է։ 20 տարի նաև կոմեդիայի ժանրում եմ ես իրեն բացահայտում, տարբեր հետաքրքիր սյուժեներում, եթե չգիտեք ինչ նայել Դե Նիրոյի մասնակցությամբ պրակտիկանտ ֆիլմը կարող եք նայել, եթե ճիշտ թարգմանեցի ստաժոր։ Պրակտիկանտ է։ Նոր եմ նայել այդ ֆիլմը, այնպես որ նաև բացի ֆենոմենին անցնելը, նաև խորհուրդ տվեցինք հետաքրքիր ֆիլմ այսօր նայելու համար։ Այո, այնպես որ եկեք բացահայտենք Ռոբերտ Դե Նիրոյի ֆենոմենը հենց հիմա։ Գնացինք։ Ֆենոմենալ մարդկանց քեյսը վերցրեք եւ գնացեք դրանց ճանապարհով։ Հաստատ եթե չդառնաք համաշխարհային կարգի դերասան, գոնե մի որևէ հաջողության կհասնեք։ Ուզում եմ ասել, ահա այսպեսին էր Ռոբերտ Դե Նիրոն, իմ թերևս ամենասիրելի դերասաններից մեկը։ Իսկ այս պահին գնում ենք մայրիկներ խորագիրը դիտելու, ծնողավարության մասին խորհուրդներ ենք միշտ զետեղում այդ խորագրում եւ այս անգամ անդրադառնալու ենք հղիության ընթացքում սննդակարգի թեմային, այնպես որ եղեք ուշադիր սիրելի ապագա մայրիկներ։ Այո, եւ ապագա հայրիկներ, որ գնան համապատասխան ուշադիր լինեն սննդակարգին, ինչու ոչ։ Կեսօրին բան չի մնացել, ընդամենը 4 րոպե եւ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս եւ էստաֆետը փոխանցում ենք մեր լուրերի գործընկերներին։ Շփտացեք եւ եղեք առողջ, վաղ կգանք եւ առավոտ կրկին ձեզ կասենք բարի լույս։ Լավ օր բոլորիդ։